Տիգրան Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ Երևանի պետական համալսարանում հանդիպում է ունեցել ուսանողների եւ դասախոսների հետ եւ հետեւյալ պնդումն է արել, որ ճիշտ է 44-օրյա պատերազմից հետո մեր հայրենիքի մի հատված կորցրել ենք, բայց հիմա Հայաստանի Հանրապետությունը ավելի ինքնիշխան է, այսինքն դրա դիմաց մենք ինքնիշխանություն ենք ձեռք բերել։ Այս պնդման հետ որքանով է համաձայն, նախ արդյոք մենք այդքան ինքնիշխան ենք հիմա քան նախկինում եւ նաեւ եթե չեմ սխալվում Նիկոլ Փաշինյանը միշտ իրական Հայաստան ասելով այդ կոնցեպտի մեջ Արցախ ամեն դեպքում չէր պատկերացնում ինչ է փոխվել։ Այո, ճիշտ նկատեցի, որ ինքնին ձևակերպման մեջ հակասություն գոյություն ունի, այսինքն գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակիցները վերջին շրջանում ворթեգրելով այդ իրական Հայաստանի կոնցեպտը, հայեցակարգը պնդում են, որ պետությունը հայրենիքը հենց պետությունն է, այսինքն նրանց ընկալմամբ Արցախը հայրենիքի մաս չէ եւ այդ առումով Նիկոլ Փաշինյանը երևի չգիտակցելով հակասում է իր կողմից հռչակված այդ կոնցեպտին, ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, դե այո, բավականին զավեշտալի է, որ հիմա պիտի նստենք, քննարկենք, ապացուցենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը վերջի տարիներին ոչ թե բարձրացել, այլ իջել է, բայց ապրում ենք հետ ճշմարտության դարաշրջանում, որտեղ ինչ որ պարզ իրողություններ, պարզ ճշմարտություններ կարիք կա բարձրաբանել ու ապացուցել եւ ցույց տալ, որ մածունը սպիտակ է, այլ ոչ թե սև, բայց քանի որ ստիպված ենք զբաղվել այդ գործով, փորձենք հասկանալ, արդյոք Հայաստանի ինքնիշխանությունը մեծացել է 20 թվականի պատերազմի ավարտից հետո, թե ոչ։ Նախ արձանագրենք, որ 20 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել նաև այդ ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջաններում։ Այս պահի դրությամբ Հայաստանի տարածքի մի մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, այսինքն առնվազն մի հատվածի նկատմամբ իշխանություն Հայաստանի Հանրապետությունը չունի, այսինքն ինքնիշխան չէ։ Երկրորդ նկատառումը այստեղ այն է, որ կարծես թե իշխանությունները խոսելով ինքնիշխանության մասին նկատի ունեն միայն Ռուսաստանից կախվածության նվազեցումը։ Այստեղ եւս կքննարկենք արդյոք այդ կախվածությունը նվազել է, եթե նվազել է, ինչի պատճառով է նվազել, բայց նախ արձանագրենք, որ բացի այդ օկուպացված տարածքներից Ադրբեջանը մեծ հաշվով կարողանում է Հայաստանին որոշումներ պարտադրել մի շարք ոլորտներում։ Կարող ենք ամենապրիմիտիվ մակարդակից սկսենք։ Հիշում ես այդ երասխի գործարանի պատմությունը, երբ Ադրբեջանը պնդում էր, որ այդ գործարանը չպիտի լինի այդ հատվածում, թիրախավորում էր եւ արդյունքում այդ գործարանը չկառուցվեց։ Ամենաակնառու օրինակը իհարկե Սահմանադրության հետ կապված պատմությունը, երբ մեծ հաշվով ինչ էլ իշխանություններ չպնդեն, բոլորին ակնհայտ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն է գրում Ադրբեջանի պահանջով։ Կարող ենք հիշել Եվրոպական միության դիտորդների, երբ Ադրբեջանը մեծ հաշվով պարտադրել է կրկին Հայաստանին հրաժարվել սեփական տարածքում ինքնիշխան որոշումներ կայացնելով։ Ու այսպիսի մի շարք հարցեր կան։ Նույնիսկ եթե ռազմական ոլորտին ենք նայում, այսինքն գետնի վրա առկա իրավիճակին, մենք խոսեցինք այդ օկուպացված տարածքների մասին, բայց մենք մոռանում ենք, որ Ադրբեջանը 20 թվականի պատերազմից հետո վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակությամբ բազմաթիվ բարձունքներ, բազմաթիվ դիրքեր, ինչ որ հատվածներում Հայաստանն է հետ քաշվել, ինչ որ հատվածներում պարզապես օկուպացրել են, եւ այսօր օրինակ այսօրվա այդ միջադեպը, երբ տեղ գյուղի հատվածում մարդիկ են մոլորվել, սա եւս այդ ամենի արդյունքն է։ Այդ ամենի արդյունքն է նաեւ այն հանգամանքը, որ օրինակ Հայաստանի սահմանամերձ շրջաններից Տավուշից, Սյունիքից եւ եթե չեմ սխալվում Գեղարքունիքից վերջին տարիների ընթացքում 40,000 մարդ դուրս է եկել։ Այսինքն այն ոչ ինքնիշխան շրջանում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, մարդիկ ապրում էին այդտեղ, բայց հիմա քանի որ ադրբեջանական զորքերը գտնվում են օրինակ Կապան քաղաքում, օդանավակայանում, ինչպես գիտենք, գտնվում ենք Սյունիքի, Գեղարքունիքի մարզի ողջ երկայնքում, մարդիկ պարզապես իրենց ապահով չեն զգում։ Դժվար է, չէ՞, այս ամենը ինքնիշխանություն անվանել։ Ռուսաստանից խոսեցիր, այդ կախվածության նվազեցումը ինչ որ ձևով չափել հնարավոր է եւ արդյոք դա հոգուտ մեզ է եղել, թե չէ, եթե եղել է։ Տես, այդ ելույթի մեջ Նիկոլ Փաշինյանը խոսում է միջպետական սահմանի որոշ հատվածներից ռուս սահմանապահներին դուրս բերման մասին եւ պնդում է, որ այդ որոշումը հնարավոր չէր մի քանի տարի առաջ, այսինքն մեծ հաշվով Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ 18 թվականի դրությամբ պնդում է նա։
Նախ արձանագրենք, որ այդ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահները հայտնվել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության արդյունքում Հայաստանի հրավերով, այսինքն Հայաստանի խնդրանքով։ Այսինքն, եթե վերցնում ենք հայ-ադրբեջանական սահմանը, որը մինչ այդ դե ֆակտո գոյություն չուներ այդ հատվածներում, արևելյան հատվածներում, 20 թվականի պատերազմի վերջին Հայաստանը խնդրել է ռուսներին կանգնել, տեղակայվել այդտեղ։ Եվ նրանց դուրս բերումը այդ հատվածից, երբ նրանք տեղակայվել են քո խնդրանքով, ներկայացնել որպես ինքնիշխանության աճ, երևի այդքան էլ տրամաբանական չէ։ Ինչ վերաբերում է հայ-իրանական սահմանին, որի անցակետից հանվել են ռուս սահմանապահները, ինչպես նաև հայ-թուրքական անցակետից եւ Զվարթնոց օդանավակայանից, այստեղ որոշիչ գործոնը, որոշիչ իրադարձությունը ոչ թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմն, այլ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը։ Եկեք հիշենք ինչ էր տեղի ունենում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ։ Հայաստանը լայնածավալ ինչ որ բարեփոխումների գործընթաց էր փորձում սկսել զինված ուժերում Ռուսաստանի աջակցությամբ, երբ տարբեր պատվիրակություններ էին գալիս այստեղ, Հայաստանը Ռուսաստանի հետ 21 թվականին խոշոր պայմանագիր է ստորագրել նաև սպառազինությունների ձեռքբերման գործընթացի մասին։ Հիշեցնենք նաև, որ նույն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ընդամենը ամիս ու կես առաջ Հայաստանը լինելով այդ տարի ՀԱՊԿ նախագահող երկիրը լիազորել էր Ղազախստան օրինակ զորքի ուղարկումը։ Այսինքն այն պնդումը, որ մենք մեր ինքնիշխանությունը բարձրացրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությունից հետո, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Չմոռանանք նաև տնտեսական գործոն, այսինքն եթե անգամ այդ անվտանգային բաները պայմանավորենք անդրադարձ կկատարենք դեռևս տնտեսական բաղադրիչին, բայց ասածս այն է, որ այն, որ Հայաստանը հիմա կարողանում է ինչ-որ քայլեր ձեռնարկել նույն սահմանապահների հարցով, նույն արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների հարցով եւ այլն, պայմանավորված է առաջին հերթին ռուս-ուկրաինական պատերազմով, այսինքն Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացել են, Ռուսաստանը շեղվել է ռուս-ուկրաինական պատերազմով եւ դա է պատճառը, ինչու Հայաստանը կարողացել է այդ քայլերը ձեռնարկել։ Ու նաեւ Ռուսաստանը իհարկե չի կարողացել կատարել իր պարտավորությունները, ինչը նաեւ դրդել է Հայաստանին այլ ընտրանքներ փնտրել։ Ինչպես ցույց տվեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո տրամաբանությունը այլ էր, հակառակ ուղղությամբ է գնում։ Ու այստեղ կարևորը այն է, որ քանի որ այս ամենը արձագանք էր, այդ արձագանքն էլ է անընդհատ փոխվում։ Մենք նախորդ թողարկման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես է Թրամփի ընտրությունը օրինակ Միացյալ Նահանգներում ազդում նաև այս Հայաստան-Ռուսաստան դինամիկայի վրա, որովհետև եթե նախկինում ավելի ընդգծված պրո-արևմտյան մոտեցում կար արտաքին քաղաքականության մեջ, հիմա տեսնում ենք, որ արտգործնախարարն է Ռուսաստանի ժամանում Հայաստան, այսօր 3 դաշնային խորհրդի ղեկավարը ժամանեց Հայաստան, մի բան, որ երկար ժամանակ չի եղել, այսինքն այս բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, Փաշինյանի մասնակցությունը շքերթին եւ այլն։ Այսինքն սա առաջին հերթին արտաքին գործոններով պայմանավորված իրավիճակ է եւ այո, ինչպես ճիշտ նշեցիր, եթե որոշ ոլորտներ վերցնում ենք, այդ կախվածությունը միայն մեծացել է։ Այսինքն առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ մի քանի անգամ աճել է, արտահանումը Հայաստանի Ռուսաստան կազմում է այս փուլում 50%-ից ավելին, ու այդ պայմաններում իհարկե խոսել ինքնիշխանության մասին, ու դա կապել Ղարաբաղի կորստի հետ եւ փորձել մարդկանց հրամցնել, որ Ղարաբաղի պատճառով օրինակ ինքնիշխան չէինք, իհարկե քաղաքական առումով երևի նպատակահարմար է իր իշխանության համար, բայց այդքան էլ խելամիտ չի, որովհետև մարդիկ այնուամենայնիվ տրամաբանություն ունեն, բայց կարծում եմ գործընթացի հիմնական այս տիպի հայտարարությունների հիմնական նպատակը այդ է, ցույց տալ, որ Ղարաբաղը բեռ էր, Ղարաբաղը խանգարում էր Հայաստանի զարգացմանը, Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, բայց ինչպես քննարկեցինք, իհարկե աբսուրդ է պնդել, որ Հայաստանը հիմա ավելի ինքնիշխան է, քան 2020 թվականի օգոստոսի դրությամբ օրինակ։ Ինքնիշխանության գաղափարի ֆետիշացումը իշխանության կողմից ինչ է իրենց տալիս, արդյոք միայն Արցախի հարցի հետ է կապված, թե այլ նպատակներ է ենթադրում։ Առաջին հերթին այստեղ ներքաղաքական նպատակներ են հետապնդում, այսինքն փորձում են ներկայացնել իշխող ուժը որպես ինքնիշխանության պաշտպաններ։ Եվ իրենց լեգիտիմությունն է անընդհատ շեշտում Նիկոլ Փաշինյանը։ Այո, այսինքն կա իշխող ուժ, որը Հայաստանին պաշտպանում է արտաքին վտանգներից, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր քննադատում են իշխանություններին այս կամ այն հարցերով,
նրանք ինքնիշխանության թշնամիներ են, ամբողջական խմբերի են ներկայացնում որպես վտանգ ինքնիշխանության համար, տեսանք, որ վերջին շրջանում օրինակ հակաարցախյան այդ արշավի հիմնական մեխերից մեկը այն էր, որ այս մարդիկ վտանգ են Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանի ժողովրդավարությանը, հանձնել են իրենց երկիր եկել են մեր երկիրն են հանձնում ու այս իհարկե խոսույթը անլրջացնում է ինքնիշխանություն հասկացությունը, որովհետև վերջին շրջանում իհարկե շատ աբսուրդային դրսևորումներ է այս ամենը ստանում, հիշում ես, երբ երկրպագունները պայքարում էին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի դեմ, ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց, որ Մելիքբեկյանի դեմ արշավ իրականացնողները, որը փորձում էր նաև UEFA-ում ինչ որ մարմնում ընտրվել ու ի վերջո ընտրվեց, Հայաստանի ինքնիշխանության թշնամիներ են, այսինքն նույնիսկ ֆուտբոլային ինչ որ խոսակցություն, ֆուտբոլային ֆունկցիոներների ապագայի վերաբերյալ խոսակցությունը վերածում է ինքնիշխանության վերաբերյալ զրույցի։ Մեկ այլ օրինակը իհարկե նորքի թաղապետարանում տեղի ունեցած այդ ծեծի պատմությունն էր, երբ կարծես թե առերևույթ ինչ որ խուլիգանության հետ գործ ունեին, կամերաների առաջ պաշտոնյան ծեծում է ակտիվիստի ու իշխանական տարբեր գործիչների, քարոզիչների, քաղաքացիական հասարակության այն հատվածի ներկայացուցիչների, որոնք հարում են իշխանությունների, հիմնական շեշտադրումը ոչ թե այն հանգամանքի վրա էր, որ սխալ է երևի պաշտոնյաների կողմից քաղաքացիների ծեծ կրտուքը կամերաների առաջ, այլ այն էր, որ դրանով, այսինքն այդ ակցիայով կամ չգիտեմ մանկապարտեզի կառուցման որակի ստուգումով այդ ակտիվիստը հարված էր հասցնում Հայաստանի ինքնիշխանության դեմ, նշվում էր, որ այդ թաղապետը այցելել էր ուկրաինական Բուչա քաղաքը, դա է պատճառը, ինչու նրա դեմ արշավ են սկսել, բայց իրականում մենք գիտենք, որ նմանատիպ իհարկե բաց թողումների մասին նույն այդ ակտիվիստը այլ վարչական շրջանումներ էր արել բազմաթիվ անգամ, որոնց ղեկավարները Բուչա չէին այցելել, նույնիսկ բանը հասել էր նրան, որ Հանրապետություն կուսակցությունը պաշտոնական հայտարարության մեջ նշել էր, որ դա արշավ է հենց Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Հիշում ես նաև վերջերս Զանգեզուրի պղինձամոլիբդենային այդ կոմբինատի աշխատակիցների գործադուլի ժամանակ կրկին իշխանական մեդիան, իշխանական տարբեր գործիչներ պնդում էին, որ սա եւս ինչ որ դիվերսիա է Հայաստանի ինքնիշխանության դեմ, որովհետեւ այդ ընկերությունը մեծ հարկատու է։ Այսինքն այս երկրում ինչ հարց քննարկում է, վերջում բերում են հանգեցնում են ինքնիշխանության խնդրին, ինչով անլրջացնում են։ Օրինակ հիմա, եթե ինչ որ մեկը խոսում է ինքնիշխանության վտանգված լինելու մասին, շատ մարդկանց մոտ դա պարզապես արդեն ծիծաղ է առաջացնում, որովհետև այդ աստիճանի անլրջացնել է։ Մյուս կողմից, եթե ավելի օբյեկտիվ տեսանկյունից ենք նայում ինքնիշխանության խնդրին, իհարկե ինքնիշխանություն ասվածը շատ հարաբերական հասկացություն է։ Հիմա օրինակ տեսանք հատկապես Միացյալ Նահանգներում վերջին զարգացումներից հետո, որ Եվրոպան առանձին Եվրոպայի երկրները, եվրոպական երկրները ունակ չեն իրենց սեփական անվտանգությունը ապահովել։ Կար ամերիկյան այդ անձրևանոցը, որի տակ նրանք ապրում էին տասնամյակներ շարունակ, հիմա երբ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի մոտեցումը փոփոխվել է, նրանք այլևս ի վիճակի չեն պաշտպանել եւ սկսել են նոր մտածել այդ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սեփական պաշտպանական կարողությունները մեծացնելու ուղղությամբ կարող են քննարկել նաև համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո մի շարք երկրների ճակատագրերը, Գերմանիան ու Ճապոնիան, օրինակ, ինչ որ մի հատվածում օկուպացված երկրներ էին, սահմանադրություններում արձանագրված էր, որ իրավունք չունեն զինված ուժեր ունենալ կամ ինչ որ քանակի զինված ուժեր ունենալ։ Հիմա Գերմանիան է ավելի ինքնիշխան երկիր կամ եղել նույնիսկ այդ հատվածում, թե Հայաստանի հիմա։ Այսինքն շատ հարաբերական հասկացություններ են ու ինչպես արդեն նշեցի, հա, ներքաղաքական նպատակներով օգտագործում են, բայց միևնույն ժամանակ անլրջացնում են, իսկ կոնկրետ Փաշինյանի հայտարարության հետ կապված խնդրահարությունը նաև այն է, որ առանց այդ էլ ներհասարակական լարվածության պայմաններում կրկին Ղարաբաղը փորձում են ներկայացնել նեգատիվ լույսի տակ, արդեն կորցնելուց հետո էլ դա իհարկե արտացոլվելու է նաև փախստականների վրա, որովհետև նրանք եւս դիտարկվելու են որպես Հայաստանի վնաս հասցրած, Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցրած մարդիկ ու սա որևէ լավ տեղ մեզ չի տանելու իհարկե։ Իսկ քո կարծիքով այդ պնդումները, այդ լույսի տակ ներկայացնելը իշխանության ցանկությունն ու նպատակն է, հենց թե էլի պայմանավորված է ադրբեջանական պահանջներով կամ նրանց հաջողանալու ամեն կերպ այդ խաղաղության պայմանագիրը կնքելու խոչընդոտ չլինելու հետ։
Կոնկրետ ինքնիշխանության վերաբերյալ հայտարարությունը կարծում եմ ներքաղաքական բնույթ ունի, այսինքն Փաշինյանը 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո անընդհատ արդարացումներ է փնտրում, թե ինչու ինքը չէ գլխավոր պատասխանատուն, թե ինչու այնինչ տեղի է ունեցել, այդքան էլ մեծ ողբերգություն չէ։ Եթե հիշես, օրինակ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո առաջին մայիսի 9-ի առաջին տարեդարձներ, եթե չեմ սխալվում, Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում հայոց բանակի գործողությունները թույլ տվեցին, որպեսզի Արցախում շարունակեն հայեր ապրել։ Հետո, երբ արդեն հայեր Արցախում չկային 2023-ից հետո, այդ շեշտադրումը փոխվեց հենց Հայաստանի ինքնիշխանության, անկախության տեղափոխվեց անկախության ինքնիշխանության վրա, այսինքն արդեն այդ նախկին արդարացումը, որ պարտվել ենք, բայց տեսեք, մարդիկ դեռևս ապրում են այնտեղ, չկա, բայց կարծում եմ տվյալ պարագայում միայն ներքաղաքական բնույթ ունի, նույնիսկ ներքաղաքական էլ չի, դա կարծում եմ նաև ինչ որ հոգեբանական գործընթաց է, այսինքն վարչապետը ինքն իրեն փորձում է ապացուցել, որ այնինչ տեղի է ունեցել, այն մասշտաբի ողբերգություն չէ, ինչը բոլորը նշում են, բայց Հայաստանում առկա իրողությունները, անվտանգային իրողությունները, դեմոգրաֆիկ այս խայտառակ միտումները, որի մասին խոսեցինք, հակառակն են ասում։ Ինքնիշխան երկրից սահմանային հատվածից 40,000 մարդ մի քանի տարվա ընթացքում դուրս չի գալիս։ Շնորհակալ եմ, Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։